Ազգային ժողովի օգոստոսի 5-ի նիստի օրակարգում ընդամենը մեկ հիմնական հարց էր՝ Ազգային ժողովի նախագահի երկրորդ տեղակալի ընտրությունը։ Սակայն падգամավորները խոսեցին գրեթե ամեն ինչից՝ խնամի ծանոթ բարեկամի ունեցվածքից, մինչև որն է բաբո մեր հայրենիք։ Եթե ես մի քիչ անծանոթ, մի քիչ միամիտ, մի քիչ իմ գլխով շատ բանացած չլիներ, պիտի ասեի ես ինչ լավ միջավայր ենք հայտնվել, այստեղ մարդիկ ինչ արժե համակարգեր են դավանում, բարեկրթություն, բարևարկություն, հանդուրժողականություն և հիշողության մի քիչ թարմացումից հետո կհիշեի օրինակ ես, որ 2 ամիս առաջ այս նույն քաղաքական ուժը մեր Հայաստանի Հանրապետության փողոցներում քարոզարշավի ժամանակ ինչ ատելության, ինչ դոզավորված, ինչ քարոզարշավ էր լուտանքների, ասֆալտներին փռելու, խլելու եւ այլը։ Հանեք ձեր մասկեցքը, հանեք ձեր մասկեքը, Ռոբի լակոտներ, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ, կալուկ չոքցնելու եմ սաղիկ, հատ մասկեքները կոխելու եմ համապատասխան տեղերը։ Վերադառնալով Ազգային ժողով, քանի որ օրակարգում Վահագն Ալեքսանյանի Ազգային ժողովի փոխնախագահ ընտրվելու հարցն էր, падգամավորները առաջին մի քանի վայրկյանը նրան էին նվիրում, ՔՊԱ-կանները գովում, ընդդիմադիրները հիշեցնում, ինչ վարք է ցուցաբերել Ալեքսանյանը նախորդ գումարմանը։ Հասնող ընկերը, մենք բոլորով այստեղ պարզեցինք, մեջբերելով ձեր թիմակցին, այն է, որ Վահագն Ալեքսանյանը մանկապարտեզ չի ուտում։ Թեկնածուի քննարկումից падգամավորներն արագ անցան օրակարգից դուրս թեմաների։ Խոսվեց այն մասին, թե ինչ է զիջել գործող իշխանությունը, ինչ տարածքներ են օկուպացված եւ ինչպես են դրանք վերադարձվելու։ Իշխող խմբակցության падգամավոր Սոնա Ղազարյանը վստահեցրեց, որ Հայաստանը դեօկուպացնելու է իր տարածքները, սակայն ժամկետներ չներկայացրեց։ Ինչպես է Հայաստանի գործող իշխանությունը լուծելու այդ հարցը՝ սահմանազատմամբ, սահմանագծմամբ։ Արդյոք Հայաստանի գործող իշխանությունը լուծել է արդեն այդ հարցը։ Դե յուրե այո, լուծել է։ Բարեկիրթ բառն է ամենահաճախը գործածվում նոր գումարման Ազգային ժողովում։ Փոխադարձ խայթոցները սակայն չեն դադարում։ Դրանք ակնհայտ են հատկապես ՔՊԱ-կանների եւ Հայաստան խմբակցության падգամավորների միջև։ Միակ երկու երկրները, ում շահերին դուք երբեք չեք հակասում, ինչ գործողություն էլ անեք, Թուրքիան ու Ադրբեջանն են։ Մեր սպառնալիքները գալիս են Ադրբեջանից, որովհետև Ադրբեջանի հետ մենք չունենք խաղաղություն, այլ շուտ ունենք խաղաղություն, բայց այդ խաղաղությունը դեռ անշրջելի չի եւ վերջնականապես ինստիտուցիոնալիզացված չի, այսինքն խաղաղության դերևս անշրջելի չդառած խաղաղության բացակայությունը Ադրբեջանի հետ միանշանակ եւ աներկբայորեն սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգության։ Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ գյուղատնտեսությանը։ Ընդդիմադիր падգամավոր Սևակ Խաչատրյանի գնահատմամբ աշնանը գյուղացիների համար մթերման խնդիրները ավելի են խորանալու։ Գնալ մյուս գյուղերի ջերմոցային տնտեսություններ, ծաղիկ աճեցնողների հետ խոսալ, լոլիկ աճեցնողների հետ խոսալ, այս խնդիրը իրականում օրհասական է դառնալու աշնանը։ Աշնան բերքը երբ որ եղավ եւ գյուղացիները նույն խնդրի առաջ կանգնեցին, ես չեմ պատկերացնում, թե ինչ է լինելու։ 90-ականներից մարտի 1, 2018-ից 2021-26 թվականի ընտրություններ ու փակվող դպրոցներ։ Թեմաների ցանկը շատ ավելի լայն էր, քան նիստի պաշտոնական օրակարգը։ Թեև օգոստոսի 5-ի նիստի օրակարգում Ազգային ժողովի նախագահի երկրորդ տեղակալի ընտրությունն էր, խորհրդարանական հերթական քննարկումը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ նիստերի դահլիճում հաճախ օրակարգից դուրս թեմաներն են ավելի երկար ու թեժ քննարկվում, իսկ իրական խնդիրների լուծումները առայժմ շարունակում են սպասել իրենց հերթին։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։